Վերլուծաբանների համոզմամբ, չնայած Բաքուն ու Անկարան արդեն օգտագործում են իրենց Սփյուռքը Զանգեզուրի միջանցքի լոբբինգի համար, ակնհայտ է, որ Երևանը անգամ դիմադրել չի փորձում օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը։ 3 տարուց 2028 թվականի վերջին կարող է տեղի ունենալ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ղազախստանում իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ մինչ այդ Ադրբեջանը մյուս տարվա կեսին կավարտի տրանսպորտային ու երկաթուղային ճանապարհների շինարարությունը։ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան այնքան է ոգևորված Զանգեզուրի միջանցքի բացմամբ, որ այդ հարցով թուրքական լոբբինգին միացել են նաև նրա բիզնես գործընկերները։ Թուրքական բիզնես կայքը Դյունյան հոդված է գրել այն մասին, թե ինչպես Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կդարձնի Եվրոպան սնող պահեստային կենտրոն։ Այդ կարծիքն է հայտնել նիդերլանդական բեռնափոխադրող Ռաբեն ընկերության տնօրեն Էվանդ Ռաբենը։ Նրա կարծիքով Թուրքիայի լոգիստիկ դերը լիովին կփոխվի, եթե Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնվի։ Ծովային բեռնափոխադրումների մեծ մասի ուղին կարող են փոխել Թուրքիայի տարածքով անցկացնել բեռները։ Նիդերլանդական Ռաբեն լոգիստիկ ընկերությունը 3 ամիս առաջ է սկսել համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, որոնք զբաղված են եղել միայն այն հարցով, թե ինչպես պահպանեն իրենց իշխանությունը կամ զրպատել ընդդիմադիր ուժերին, ադրբեջանական կողմը Թուրքիայի հետ միասին տարբեր մակարդակներով հետևյալ աշխատանքն են իրականացրել։ Այլ երկրներում փորձագետներին համոզում են, թե ինչքան օգուտներ կտա Զանգեզուրի միջանցքը, ներդրողներ են ներգրավում ու դիվանագիտական ճակատում պայքարում, որ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը ընդունելի ու հասկանալի լինի միջազգային հանրության համար։ Նիդերլանդական լոգիստիկ ընկերության տնօրենի հայտարարությունն ապացույց է, որ Թուրքիան ու Ադրբեջանը լրջորեն աշխատում են գործընկերների հետ Զանգեզուրի միջանցքի բացումից հնարավորինս շատ պտուղներ հավաքելու ուղղությամբ, ընդգծում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Տարբեր բիզնես կազմակերպությունները, լոգիստիկ կազմակերպությունները, այդ թվում նաև այս հարցում, եթե մենք անդրադառնանք, նիդերլանդական կազմակերպությունը խոսում է այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եւ ես կարող եմ ավելացնել, որ ոչ միայն Զանգեզուրի մասին խոսում է ոչ միայն այսպես կոչված նիդերլանդական կազմակերպությունը, այլ նաեւ բազմաթիվ օրինակ կենտրոնական Ասիայի երկրներն են խոսում դրա մասին, անգամ արդեն Իրանում են դրա մասին որոշ կողմերը խոսում։ Թուրքիան ու Ադրբեջանն օգտագործում են իրենց Սփյուռքը Զանգեզուրի միջանցքի լոբբինգի համար, դրան արդեն Իսրայելն է միացել ու որոշ արևմտյան պետություններ։ Հատկապես թուրքականը բավականին մեծ ազդեցություն ունի որոշ եվրոպական պետություններում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում։ Հայաստանի իշխանությունները չեն փորձել որևէ կերպ դիմադրել թուրք-ադրբեջանական լոբբինգին հայկական Սփյուռքի միջոցով։ Հայաստանի պաշտոնյաների վահանը Զանգեզուրի միջանցքի քարոզչության դեմ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն են, որոնց մեջ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին Թրամփի անունն է ստացել։ Հայաստանի իշխանությունը ԱՊՀ անդամ երկրներին համոզում է, որ իրենց համար արտահանման ու ներմուծման նոր հնարավորություններ կբացի Թրամփի ուղին, Եվրամիության անդամ երկրներին, որ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։